Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում նոր շրջադարձեր ու դրամատիկ իրադարձություններ են սպասվում։ Սերիալում զարգացումները շարունակում են թեժանալ, ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երբ Հենրիի մայրը Ֆրիդան հայտնվում ու խախտում է շախունցների ընտանիքի անդորրը։ Աննայի համար սա իսկական ցնցում է, նա ամբողջ սրտով սիրել ու մեծացրել է Հենրիին իր հարազատ որդու նման։ Իսկ հիմա հայտնվել է մեկն, ով ուզում է խաթարել այդ կապը, բայց Աննան չի պատրաստվում հեշտությամբ զիջել, նրա պայքարը նոր է սկսվում։ Միքայելը ևս չի կարողանում հաշտվել այս անսպասելի իրադարձության հետ, երբ Ֆրիդան փորձում է իր իրավունքները պնդել, նա վճռականորեն դուրս է շպրտում նրան Աննայի սենյակից։ Բայց այս պատմությունն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։ Ֆրիդայի համար ծնողական սերը պարզապես միջոց է գումար վաստակելու։ Նա երկար տարիներ պահել է իր գաղտնիքը, բայց հիմա, երբ հայտնվել է հնարավորություն գումար ստանալու, պատրաստ է այն վաճառել ամենաբարձր գին առաջարկողին։ Սա ապացուցում է, որ նրա համար Հենրին պարզապես գործարքի մաս է, այլ ոչ թե հարազատ որդի։ Շախունցները չեն կարող ձեռքները ծալած նստել, նրանք հասկանում են, որ Բագրատն էլ է այս պատմության մի մասը և նրա ազդեցությունը պետք է կասեցնել։ Միքայելը օգտագործելով իր կապերը կազմակերպում է, որ հարկային ծառայությունից մարդիկ ուղարկեն Բագրատի բիզնեսը ստուգելու համար։ Նրանք համոզված են, որ Բագրատը մաքուր չի կարող աշխատել և նրա գործերն օրինական չեն։ Եթե նրանց կասկածներն ապացուցվեն, ինչը ցույց է տալիս նախորդ անոնսում, ապա սա կլինի ուժեղ հարված Բագրատին, որը կարող է կորցնել իր ամբողջ ազդեցությունը։ Բայց Բագրատն այսքան հեշտությամբ չի հանձնվի, նա հասկանում է, որ շախունցները սկսել են պատերազմի նոր փուլ և ինքն էլ պետք է պատասխանի։ Անգելինայի ու նրա ծնողների հարաբերությունները հասնում են կիզակետին, նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց դուստրը սիրահարված է Հենրիին և չի պատրաստվում նրան թողնել։ Սակայն ճակատագիրը նրանց նոր փորձության առաջ է կանգնեցնում։ Անգելինայի հայրիկի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է։ Բժիշկները պնդում են, որ նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, հիվանդանոցում ևս դրամատիկ բախումներ են տեղի ունենում։ Անգելինան ու Հենրին այնտեղ են, երբ ծնողները կրկին տեսնում են նրանց միասին։ Սա կատաղության է հասցնում Անգելինայի ծնողներին։ Նրանք հասկանում են, որ ոչ մի սպառնալիք, ոչ մի արգելք չի կարող ստիպել Անգելինային հրաժարվել իր սիրուց։ Սա նրանց վերջին հնարավորությունն է ինչ-որ բան փոխելու։ Անգելինայի ծնողները որոշում են այլևս արմատական քայլերի դիմել։ Նրանք համոզված են, որ միակ ելքը Անգելինային Հենրիից հեռու տանելն է։ Նրանք շտապ որոշում են կայացնում լքել երկիրը, չնայած Անգելինայի բողոքներին ու հիստերիային, ընտանիքը մեկնում է։ Հեռուստադիտողները շատ շուտով կտեսնեն, թե ինչպես է նկարահանվել այս դրամատիկ բաժանումը։ Սերիալի ստեղծագործական խումբը որոշել է նկարահանումների մի մասը տեղափոխել Վրաստան։ Այնտեղ տեղի են ունեցել տեսարաններ, որտեղ Անգելինան ընտանիքի հետ հայտնվում է այլ միջավայրում, նրանց կարծիքով հեռու Հենրիից։ Բայց արդյոք սա կլինի պատմության ավարտը, թե ճակատագիրը կրկին նրանց կմիավորի։ Այս ամենը մեծ հարված էր Հենրիի համար, նա չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ Անգելինան հեռացել է։ Նա ամեն ինչ անում է գտնելու նրան։ Նշենք, որ Հենրին ևս մեկնում է Անգելինայի հետևից։ Իմիջիայլոց Հենրին մենակ չի մեկնում, այլ Հալալի հետ, որտեղ տեղի են ունենում համատեղ նկարահանումները։ Այնպես որ ամենագեղեցիկ ու դիտարժան տեսարանները, որոնք նկարահանվել են Վրաստանում, շատ շուտով կլինեն էկրաններին, այնպես որ բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Նշենք նաև, որ հեռուստադիտողներին սպասվում են նոր անսպասելի զարգացումներ, ովքեր են իսկական ընտանիքը, ով կհաղթի այս պայքարում և արդյոք սերը կկարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտները, այս ամենը դեռ առջևում է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենաինտրիգային գաղտնիքները և իհարկե, որպեսզի առաջինը տեսնեք ամենադիտարժան ու հետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվում են նկարահանումների ընթացքում, և իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը հեռուստասերիալի, նրա կերպարների և իհարկե գրել, թե որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։
Աննայի համար, չնայած հղիությանը, բավական ծանր ժամանակաշրջան է սպասվում, նրա հանգստությունն այլևս անցյալում է, քանի որ նա հիմա վախ ունի, որ Հենրին կարող է իմանալ ճշմարտությունը։ Աննան իսկապես, չնայած դժվարություններին, Հենրիին իր հարազատ որդու նման է մեծացրել ու սիրել և բնականաբար չի կարող թույլ տալ, որպեսզի ինչ-որ մեկը խաթարի այդ սերը։ Նա Ֆրիդային էլ է ասում, որ ամեն ինչ կանի, որպեսզի Հենրին չիմանա ճշմարտությունը։ Բնականաբար, Աննան գտնվելով այդ ընտանիքում ծանր հոգեբանական վիճակում, հեռուստադիտողները սկզբնական շրջանում կարծում էին, որ Աննան այդքան սեր ու ջերմություն տված չի լինի Հենրիին, հատկապես, որ Հենրին Միքայելի որդին է, սակայն ինչպես ցույց տվեց հեռուստասերիալի հետագա սերիաները, նա Հենրիին ավելի է սիրել ու պաշտպանել, քան Ֆաինային, այդ իսկ պատճառով Ֆաինայի մոտ սկզբնական շրջանում խանդի տեսարաններ էին ի հայտ գալիս, որը նույնիսկ կասկածներ էր առաջացնում, որ Ֆաինան Աննայի դուստրն է։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, միասին բացահայտենք գաղտնիքները։ Գրեք նաև ձեր կարծիքները, ինչ եք կարծում, Հենրին ու Անգելինան միասին կլինեն, թե նրանց դեռ նոր բաժանող կերպարներ կհայտնվեն։